ակնկալում է ավելի խորացնել համախոհ երկրների գործընկերների հետ կապերը եւ դա է նաեւ պատճառը այսօր այստեղ ավելի խորացնելու մեր համագործակցությունը եւ ցանկացած ուղղությամբ կարևոր Հայաստանի Հանրապետությունը կարևոր գործընկեր է եւ նկարնության համար եւ սա շատ հստակ է դառնում այն փաստով պայմանավորված որ դուք նշեցիք Հայաստանը միակ երկիրն է որ Եվրոպական միությունը այժմ վարում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն մենք արդեն 60 երկիր կա որոնք ազատված են վիզաների պահանջից Եվրոպական միության մոտ գործելու համար եւ սա ես դիտարկում եմ որպես հնարավորություն բացելու դռնել ավելի սերտ հարաբերությունների համար տարբեր ոլորտներում առևտրի, ներդրումների, դասադությունների, կրթության, ինչպես դուք նշեցիք տիկին նախարարի մշակութային կապերի համար նույնպես դա նաև հնարավորություն է տալիս մոտ գործելու ավելի ազատ դաշարժի համար ամբողջ աշխարհում 450 սպառողներ եւ նաև ուսումնառություն ստանալու եւ տուրիզմի նպատակով մենք հրաշալի փոխանակումներ ունեցանք մտքերի ձեզ հետ եւ փոխվարչապետի հետ այսօր առավոտյան մենք քննարկեցինք հրաշալի առաջընթացը որ Հայաստանը գրանցել է վիզաների ազատականացման ուղղությամբ շատ կարեւոր է դա 2024 թվականից ի վեր առաջընթացը շատ կայուն է եւ Եվրոպական միությունը նույնպես ինչպես նշվեց հանձնաժողովը փոխանցեց գործողությունների ծրագիրը անցյալ տարի 2025 թվականի նոյեմբերին եւ շատ կարեւոր առաջընթաց է կատարվել փաստաթղթերի պաշտպանության, միգրացիայի կառավարման, բիոմետրիկ կենսաչափական նույնականացման հաստատների եւ նույնականացման քարտերի հետ կապված եւ որը շուտով Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ մենք նաեւ այստեղ ենք հրախոսելու Հայաստանին այս բարեփոխումների ճիշտ պահը շարունակական դարձնել մեր հաջորդ փուլը երկխոսության շրջանակում լինելու առաջընթացի զեկույցը գործողությունների ծրագրման ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ որը մենք պլանավորում ենք մայիսի 5-ին տրամադրել ԵՄՀ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակում եւ ինչպես ես նշեցի ամեն բան ակտիվ փուլում է եւ վիզազերծ ճամփորդությունների հնարավորությունը ավտոմատացված չէ այն կախված է բարեփոխումների իրականացումից եւ այն տեղի ունենա վիզաների ազատականացումը կարեւոր օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ նաեւ Եվրոպական միության բնակչության համար այն ավելի հեշտ դյուրին կդարձնի եւ բավականին անջելի կդարձնի ճամփորդությունները դեպի Եվրոպա կարճաժամկետ նպատակներով եւ սա մեր երկու կողմի երկուստեք հետաքրքրության տիրույթում է մենք տեսել ենք աճող հետաքրքրություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում դեպի Եվրոպական միության ճամփորդությունների շրջանակում դիմումների քանակը կարճաժամկետ վիզաներ ստանալու 2023-24 թվականների դեպքում 10%-ով աճել են ավելի քան 100,000 դիմորդներ են գրանցվել, որը ցույցադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետաքրքրվածությունը ճամփորդելու դեպի ԵՄՀ եւ սա իհարկե դրական առաջընթաց է մենք միաժամանակ շատ լավ տեղեկացված ենք որ ԵՄՀ հանրապետությունների հյուպետոսական բաժինները բավականին լարված են աշխատում կառավարելու համար սպասումները դիմումների եւ նաեւ մենք աշխատում ենք մեր ԵՄ գործընկերների հետ Եվրոպական հանրապետությունների հետ որպեսզի սահուն դարձնենք եւ ավելի հեշտացնենք այս գործընթացը լրացուցիչ անձնակազմներ գրավելու միջոցում եւ սա հուսամ տեսանելի դառնալ տեղեկատվական քարոզարշավը շենգենյան վիզաների համար փորձում նպատակ ունի ավելի
ավելի թափանցիկ դարձնելու վիզաների դիմումների գործընթացը եւ ավելի դյուրին դարձնի եւ նվազեցնի սպասելա ժամանակը վիզաների ստացման տեսակներն մեր աջակցությունը Հայաստանին անդին է գեղեցիկ բառերից անդին է պրակտիկ աջակցությամբ մենք նույնպես համագործակցում Հայաստանի հետ դիմականության եւ աճի ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ, որն արդեն 270 միլիոն եվրո ֆինանսավորում է նախատեսում, այդ թվում նաեւ վիզաների ազատականացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաեւ եվրոպական միության գերատեսչությունները, գործակալությունները Frontex-ը, տնօրինների գործակալությունը նույնպես միջնոր մասնակցություն են ունենալ աջակցելու իրենց հայ գործընկերներին տարբեր ուղղություններով, տարբեր թեմաների շուրջ սահմանների կառավարումը բարելավելու, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարը, կազմակերպած հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ աջակցելու եւ ակնկալում եմ նաև ստորագրել շուտով նոր աշխատանքային պայմանավորվածությունը, ինչպես առավոտյան քննարկեցինք, շատ լավ պատճառ կունենա վերադառնալու, բայց շատ ժամանակ եւ ի վերջո մեր վերջնանպատակն է այս համագործակցության գործընթացում, որը հայտնի է երկու կողմերին ունենալ ամուր, կայուն եւ անկախ Հայաստան, որ ավելի մոտ է Եվրոպական միությանը եւ սա երկուստեղ կարևոր գործընթաց է։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար եւ մեր համագործակցության համար եւ քննարկումների համար։ Շնորհակալ եմ։